Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Առաջին ալիքով մանկական Եվրատեսիլ 2025-ի ցուցադրման գլխավոր հովանավոր Հայէկոնոմբանկ։ Մեր հեռուստադիտողներից շատերը, մասնավորապես երկրպագուները Եվրատեսիլ երգի մրցույթին Լիլիթ Նավասարդյանին իհարկե ճանաչում են։ Նա ժամանակին հեղինակել է մի շարք երգեր, որոնք մանկական Եվրատեսիլում են հայտնվել, մասնավորապես Միկայի երգը, լավ երգը, որը 2015 թվականին երկրորդ հորիզոնականն էր զբաղացրել, եւ նաեւ մեծերի Եվրատեսիլում Իվետ Ամուկուչյանի ստեղծագործությունը, Արամեն Պետրի Նոթլոն ստեղծագործությունը, այս բոլոր երգերի հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է։ Քանի որ Դավիթ Ծերունյանի հետ մենք շատ երկար ճանապարհ ենք անցել եւ երկար աշխատել ենք իրար հետ, շատ լավ գիտի, որ ես բալադ մեծ ավելի հաճույքով կգրեմ եւ Ալբերտի հետ երևի ավելի լավ կկպնի իմ արած աշխատանքը։ Դրա համար Դավիթի կողմից ա եղել առաջարկը, որ միգուցե բալադ գրես Ալբերտի համար։ Ստուդիայում երբ առաջին անգամ երգը լսեցի, պիտի ասեմ, որ իսկապես շատ տպավորված է եւ շատ հազվադեպ է լինում, երբ երգի նախնական դեռ չմշակված դեմո տարբերակը լսելով դու արդեն հասկանում ես, թե վերջնական արդյունքը ինչպիսին կարող է լինել։ Երբ որ լսեցի առաջին անգամ երաժշտությունը, հիշեցի իմ երազանքը եւ պատկերացրեցի, որ այդ երաժշտությունը երազանքի մասին է։ Երբ որ լսում էի երաժշտությունը, պատկերացնում էի կապույտ երկինք, աստղեր եւ պատկերացնում էի, որ ես ինչ որ բան եմ ցանկանում աշխարհին ասել, ինչ-որ բան, որ կարիքն ունեն իմանալու։ Այնպես ինչպես ես կուզենայի բեմում տեսնել Ալբերտին, ինչ կուզենայի, որ ինքը բեմում խաղար, որ իսկական լիներ, արժանահավատ լիներ իր խաղացած դերը, դա բալադն էր, որտեղ ինքը ցույց կտար իր հզոր ձայնը, գեղեցիկ ձայնը, երկար նոտաներ, որտեղ կլինեին ծավալուն, լայնաշունչ մեղեդի կլիներ։ Մի խոսքով քիչ-քիչ եկա այս գործին։ Դավիթը առաջին անգամ երաժշտությունը տվեց ինձ լսելու եւ դեռ չկային բառեր եւ չգիտենք թե ինչի մասին է երգը լինելու, բայց երաժշտությունը այնքան ներսից ծնված էր, որ բոլորս վստահ ենք, որ դա պիտի լինի երազանքի, աշխարհի եւ որևէ բան փոխելու մեծ ցանկության մասին։ Իհարկե անverջ կարող եմ խոսել Լիլիթի տաղանդի մասին եւ այն գրագետ մշակումը, որը նա կատարել է եւ կարծում եմ անգամ բոլոր երկրպագուները եւ մարդիկ, որոնք լսում են երգը, հաճախ այն տեսանյութերը, որոնք մենք դիտում ենք տպավորություններով երկրպագուների, բոլորը միշտ առանձնացնում են թե հենց գործիքավորումը երգի եւ երաժշտությունը, որքան հետաքրքիր է, որքան ազդեցիկ է եւ որքան է տպավորում բոլորին։ Երգի դեմո տարբերակը խոսքեր չուներ եւ Ալբերտը պարզապես երգում էր ու պիտի ասեմ, որ մենք այնքան էինք լսել այդ տարբերակը, որ բոլորիս համար ամենալավ տարբերակը հենց դա էր առանց խոսքերի եւ անգամ մի բան մտածում ենք, որ բուս այս երգը պետք է Եվրատեսիլ գնա հենց առանց խոսքերի։ Բայց հետո հասկացանք, որ իհարկե մասնավորապես թե Հայաստանում բնակվող մարդիկ, թե Եվրոպայում եւ արտերկրում բնակվող երկրպագուները միշտ ցանկանում են որևէ այսպիսի իմաստ տեսնել երգում եւ տեքստը շատ կարեւոր դեր է խաղում հաճախ նաեւ երգեցողության առումով եւ որոշեցինք, որ ոչ երգը պետք է ունենա խոսքեր եւ պետք են խոսքերի տարբերակներ։ Քաչ սիրտ երգի վերջին փուլին եմ ես միացել, ստեղծագործական process-ի վերջին փուլին։ Դավիթ Ծերունյանը զանգահարեց ավելի շուտ չէ, SMS-ներով ենք շփվել, ասել է քեզ հետաքրքիր է լսես այս երգը եւ մենք հանդիպել ենք, ես լսեցի եւ ես այս երգը անվանում եմ Մեղեդին եղանակ այս երգի, ես անվանում եմ տարօրինակ լավ։ Երկար քո թեվո
բացառիկ մեղեդիներից է, որ այսօր դեֆիցիտ էր եւ շատ էմոցիոնալ էր։ Ես լսել եմ դա գուցե այդպես աստղազարդ երկնքի ներքո առաջին անգամ եւ ասաց Դավիթը ինչ ես պատկերացնում այս բառերը։ Այդպես միացանք միասին եւ սկսեցինք ստեղծագործել։ Իրականում դիմել ենք ավելի քան 5 հեղինակի, որոնք իրենց երգի տարբերակները պիտի առաջարկեն, խոսքերի տարբերակները եւ յուրաքանչյուր հեղինակ որևէ այլ թեմայի մասին էր գրում երգը։ Մեկը գրում էր սիրո մասին, մեկը գրում էր երազանքի մասին, մեկը բաժանման մասին, մեկը առասարակ աշխարհի մասին, ու սա էլ էր հուշում, որ իսկապես Լիլիթին հաջողվել է ստեղծել մի ստեղծագործություն, որը վստահաբար իր տեղը կգտնի յուրաքանչյուրի սրտում։ Հայերենը շատ գեղեցիկ լեզու է, բայց շատ խրթին է, որովհետև ինքը ոնց որ կամակոր երեխա լինի, իր այդ պետքա շատ զգուշ լինես, որ ինքը մեղեդուն տա, մեղեդին իրեն տա, որտեվ եթե այդ բալանսը ինչ որ մի ձևով խախտվում է եւ երաժշտությունն է փլվում եւ տեքստն է փլվում։ Անիտան Հախվերդյան շատ լավ զգաց հոտը, թե ինչա պետք է մեղեդուն, որ իրար թեև տան մեղեդին եւ խոսքերը։ Գլխավոր ցանկությունը, որը ուզում էի այս երգի միջոցով ասել, դա որ մեր երեխաները պետք է չվախենան։ Իրենք պետք է լինեն քաջ ամեն դեպքում եւ զգան, որ իրենց թիկունքում մենք կանք, բայց իրենք պետք է լինեն ինքնուրույն, քաջ, ինքնաբավ եւ վառ անհատականություններ։ Երբ որ արդեն գրվեցին բառերը, ես հասկացա, որ ամբողջովին իմ պատկերացմամբ էր եւ կարծես իմ մտքերը կարդացած լինեին։ Ես պատմում եմ աշխարհին երազանքի մասին, որը չպետք է հանձնվել, պետք է միշտ գնալ դեպի երազանքը, անկախ ճանապարհին ինչ դժվարություններ հանդիպեն, եւ այդ լույսը, այդ հավատը եւ ջերմությունը պետք է լինի մարդու մեջ եւ պետք է այդ բարությունը տարածի ամբողջ աշխարհով։ Ինձ խոսքերը շատ իսկապես դուր է եկել, որովհետև երաժշտությունը շնչում է այդ խոսքերով եւ կա իմաստ։ Շատ խորը իմաստ, որտեղ ամեն մեկս միգուցե գտնում ենք մեզ Ալբերտի տարիքում 12 տարեկան երեխայի համար խոսքեր գրել, պետքա կարողանաս վերադառնալ երևի քո 12 տարեկան հիշես վերապրես դու ինչ էիր զգում, ոնց էիր նայում աշխարհին, աշխարհը քեզ ոնց էր թվում, որ նայում է քեզ, փորձես այդ շերտերը դուրս բերել եւ դարձնել երգի խոսքեր։ Կարծում հեշտ գործ չի։ Երբ մեղեդին պարզունակ է կամ մեղեդին մի փոքր կաղում է, դու փորձում ես բառերով իրեն օգնել։ Սա լրիվ հակառակ դեպքն էր։ Լիլիթ Նավասարդյանի գրած երաժշտությունը այնքան խոսուն էր, այնքան ազդեցիկ էր, որ ես բառերի միջոցով փորձել եմ չխանգարել։ Այդ դեպքն է, որ մաքսիմալ իրեն երգեցիկ սարքես եւ շատ ինֆորմացիա չտաս, որ տղան տեղ ունենա փոխանցելու իր սեփական էմոցիան։ Երաժշտության եւ երգի բառերի միաձուլումից հետո արդեն սկսեցինք հստակ պլանավորել արշավ եւ Դավիթի հետ քննարկում ենք, թե ինչպիսին պիտի լինի տեսահոլովակը, ինչը շատ կարեւոր էր եւ շատ ուրախ ենք, որ Հայաստանը առաջին երկիրն է, որը մանկական Եվրատեսիլում ներկայացրեց անիմացիոն ֆիլմ, որը վստահ արդեն կարող եմ ասել, որ մեծ արձագանք գտավ ու շատ սիրվեց։ Օտարազգի բլոգերները իմ տեսահոլովակին են անդրադարձել։ Եկեք միասին տեսնենք ինչ արձագանք են տալիս։ Հələ դեր։ Բարև ձեզ Հայաստան, ոնց եք էս շատ է կարոտել ձեզ։ Շատ երկար ժամանակ ես մտածում եի ու փորձում եի հասկանալ, թե ինչ թեմայով է պետք, ինչպես է պետք նկարել տեսահոլովակը, որպեսզի այն կարողանա փոխանցի երգի ուղերձը։ Եվ այդտեղ ինձ մոտ առաջացավ փոքրիկ անիմացիոն ֆիլմ ստեղծելու գաղափարը որպես տեսահոլովակ, եւ կարծես թե սա լավագույն լուծումն էր, որտեղ կարելի է պարզապես առանց որևէ սահմանների ստեղծել կախարդական աշխարհ եւ երգի ու երազանքի այդ իրական ուղերձը փոխանցել նաեւ հանդիսատեսին, հուզել նրանց եւ իսկապես փոխանցել այն զգացողությունները, որը թե մենք ունենք, թե Լիլիթը երգը գրելու ընթացքում, թե Ալբերտը երբ կատարում է այդ երգը։ Դավիթը զանգարեց, ասաց հետաքրքիր պրոյեկտ ունենք այս տարվա Եվրատեսիլի համար։ Ասաց ուզում ենք մուլտֆիլմ ունենք, միանգամից sense ոգևորվեցի, հանդիպեցինք Դավիթի հետ, ինքը պատմեց միտքը ընդհանուր ինչի մասին պետք է լինի,
ամեն մեկս մեր մտքերը սկսեցինք գեներացնել, փորձեցինք ինչ-որ մի ձև հասկանանք ընդհանուր գաղափարը, ոնց պետք է մատուցվի եւ այլն, ու ես անկեղծ շատ sense ոգևորված էի այդ ամեն ինչով։ Ոգևորվածությունս հասավ գագաթնակետին այն պահին, երբ որ երաժշտությունը առաջի անգամ լսեցի։ Այնքան էպիկ էր այդ ամեն ինչը, այնքան sense էմոցիա կար մեջը, որ ուղղակի սկսեցինք ես ու Դավիթը նստած նկարել հաջորդականությունը կադրերի, ոնց կարանք դասավորենք, ինչի մասին է։ Շատ բուրըն ստեղծագործական երեկո ունեցանք։ Բավականին բարդ էր իրականում աշխատանքը հոլովակի ստեղծելու, որովհետև յուրաքանչյուր գրեթե դետալ նկարվել է ձեռքով, այսինքն հիմնական կերպարը նկարվել է ձեռքով, մի շարք տեսարաններ նաև նկարվել են ձեռքով, իհարկե նաև օգտագործվել են նոր տեխնոլոգիաներ, համակարգչային ծրագրեր այս ամենը անիմացնելու եւ ավելի գեղեցիկ դարձնելու համար, բայց այն մարդկային աշխատանքը, որը կատարել է Արմանը եւ իր թիմը, իհարկե բավականին ժամանակատար է եղել, բայց որ ամենակարևորն է արդյունքը կարծես թե վերջում գոհացրել է բոլորին։ Կադրերի հաջորդականությունը կառուցելուց հետո հասկացանք, որ մեր կերպարին պետք է sense ինչ-որ շատ ուժեղ ձեռք կպնի, իրան կարանանք համ էմոցիոնալ ճիշտ մատուցենք, համ վիզուալ ինքը էսթետիկ հաճելի նայվի, ու դիմեցինք ընկերոջս կնոջը Սիրար Փիչիբուխչյանին, որը հիմա գտնվում է Ֆրանսիայում, խնդրեցինք, որ մեր համար մի հատ իր պատկերացմամբ շատ սիրուն փոքրիկ իշխան ասած նկարի, բայց մեր տարբերակով ու sense առաջի իր ուղարկած մեզ նկարը շատ ոգևորիչ էր, որովհետև 99%-ն էր ինչ որ մենք ուզում էինք տեսնել։ Ինձ համար շատ հուզիչ տեսահոլովակ է ստացվել։ Կադրը, երաժշտությունը, դրամատուրգիան ոնց է ծավալվում, ոնց է բացվում, ոնց է տանում քեզ սկզբից մինչև վերջ, ոնց ես դու իր հետ ապրում, հուզվում, ամեն մեկը sense մի կտոր մեր մանկությունից ոնց որ զգանք, տեղ ինչ որ տեղավորենք մեզ այդ կադրի մեջ, այդ ամեն ինչ խոսում է նրա մասին, որ ստացված է։ Յուրաքանչյուր տարի հանրային հեռուստաընկերությունը ինֆլուենսերների հետ եւ պատվիրակի հետ կազմակերպում փոքրիկ հանդիպումներ, քանի որ այս անգամ մեր ներկայանալու ձևաչափը բոլորովին նոր էր եւ անիմացիոն ֆիլմ առաջին անգամ էինք անում, մեզ էլ իսկապես հետաքրքիր էր, թե ինչպիսի արձագանք կունենանք, ուստի որոշեցինք դուրս գալ մեր փոքրիկ հանդիպումների ձևաչափից եւ մեր շատ սիրելի ինֆլուենսերներին ու մեդիա դեմքերին, մեր գործընկերներին հավաքել մեկ տեղում եւ միասին դիտել տեսահոլովակը եւ լսել առաջին անգամ երգը։ Առաջին անգամ պատրաստի տեսահոլովակը տեսա իմ պրեմիերայի ժամանակ, երգից պրեմիերան էր, որտեղ բազմաթիվ հյուրեր էին հավաքվել, բլոգերներ, դերասաններ եւ շատ լավ անցավ իմ երգի պրեմիերան, շատ հետաքրքիր էր եւ նաեւ ես առաջին անգամ էի դիտում։ Իմ դուրս շատ եկավ եւ չեմ կարող բացատրել էմոցիաներս, հասկացա, որ այն ամենն է, ինչ որ ես ցանկանում էի, որ լիներ։ Մոտ 100 հյուր առաջին անգամ դիտեց տեսահոլովակը եւ լսեց երաժշտությունը, հրաշալի արձագանքեց ուղակի։ Նաև ունեցանք փոքրիկ քննարկում, ծանոթացան հյուրերն Ալբերտի հետ եւ բոլորը հիացած էին, թե որքան զուսպ, համեստ ու տաղանդավոր երեխա է Ալբերտը։ Ալբերտին իր Brave Heart-ով մաղթում եմ հաջողություն, կարծում եմ մանկական Եվրատեսիլը դա այն իրականությունն է, ինչի համար որ նույնիսկ մեծերն են մասնակցում Եվրատեսիլին, որ մի պահ իրենց մանուկ զգան ու երազանքներ իրականանան։ Բոլոր էմոցիաները ստակնու վրա են եղել, շատ յուրահատուկ զգացողություն է երեխայի, հատկապես Ալբերտի այդ անմիջական աչքերով, հայացքով, տեսահոլովակի այդ անիմացիոն էլեմենտներով այդ ամբողջ էմոցիաները իդեալական հասել են տեղ ու շատ տպավորված եմ։ Մենք իրոք այս տարի գերտաղանդավոր մասնակից ունենք ու ես շատ ուրախ եմ, որ սենց կտրուկ մի փոքր ոճային փոփոխություն է տեղի ունեցել այս այն տարիներից է, որ մի տեսակ բոլորս խղճներս հանգիստ է, այս մասնակցի հետ մենք այնքան հանգիստ ենք, որ համոզված ենք, որ ինքը ուղղակի փայլելու է բեմում։ Ուզում եմ մաղթեմ հաջողություն, գնա, հաղթանակով վերադառնա, ամենակարևորը մաքսիմալ վայելի այդ օրերը, ամեն ինչ լավ կլինի։ Շատ հուզվել եմ, քանի որ իմ մանկություն գնացի ու Ալբերտը աշխարհի ամենատաղանդավոր մարդկանցից մեկն է
ու համոզված եմ, որ ինքը պատվով ներկայացնելու է մեր երկիրը։ Հզոր հրաշալի երգ էր, շատ ազդեցիկ էր, աննկարագրելի գեղեցիկ երգ։ Շատ գեղեցիկ էր տեսահոլովակը, շատ գեղեցիկ էր ներկայացված, շատ էմոցիոնալ էր։ Վստահ եմ, որ բոլորս փշաքաղվել ենք ու շատ ենք հավանել երգը հենց Ալբերտին։ Մեր Ալբերտը ֆանտաստիկ ձայնային տվյալներ ունի ու ինքը յուրահատուկ տաղանդ ունի իր ձայնով բոլորիս հոգիներին կպնելու։ Հարացած դիտում էի տեսահոլովակը, երգը չէի լսել բնականաբար, երգը լսելուց եմ որ սենց ու տեսահոլովակը դիտելուց, ահա որ սենց էմոցիաները շատ էին, անկեղծ ասած չկարողացա զսպել, մի քիչ հուզվել եմ։ Ալբերտի ձայնը, երգը, տեսահոլովակը, մուլտի գաղափարը ֆանտաստիկ էր ուղղակի, իրոք մինչև հիմա այդ էմոցիաները սենց փշաքաղված կանգնած եմ, որովհետև ամեն ինչ ուղղակի հիանալի է։ Մեզ այս ճանապարհին իհարկե միացան մեր հրաշալի գործընկերները եւ կինոպարկը առաջինն էր, որ հավատաց Ալբերտի երազանքին եւ որոշեց միանալ մեզ ունենալու այս հրաշալի օրը։ Ընդամենը 5 օրում օր ու գիշեր աշխատանքի արդյունքում կինոպարկը մեր օրը վերածեց փոքրիկ հեքիաթի։ Մենք բոլորս գիտեինք, որ Ալբերտի երազանքն էր Եվրոտեսիլում հայտնվելը։ Եվ այդ երազանքի ճանապարհին մենք շատ ուրախ ենք, որ ինքը միացավ կինոպարկին եւ մեզ հաջողվեց միասին այս ճանապարհը շարունակել անցնել եւ մենք շատ մեծ հույս ունենք, որ ինքը հաղթանակած կվերադառնա Վրաստանից եւ մենք էլ մի մասնիկը կլինենք այդ ամեն ինչի։ Մեզ միայն մնում էր հաջողություն մաղթել եւ ցանկանալ ամենայն բարիք։ Մեզ նաեւ միացան մեր քաղցր գործընկերները Գոչան իր թեմատիկ ըմպելիքներով եւ Պինկբերին իր համեղ պաղպաղակներով։ Ուրախ եմ, որ ունեցել ենք համագործակցություն հանրային հեռուստաընկերության հետ մանկական Եվրատեսիլի շրջանակներում եւ ունեցել ենք մեր մասնակցությունը Ալբերտի երազանքի իրականացման ճանապարհին։ Գոչան մասնակցություն է ունեցել երկի տեսահոլովակի փակ պրեմիերային կինոպարկում եւ ապահովել ըմպելիքներով բոլոր հյուրերին։ Գոչայի անձնակազմի անունից մաղթում ենք մեր Ալբերտին, որ անսահման հավատա իր ուժերին եւ միայն հաղթանակ բերի Հայաստան։ Իհարկե երգը Ալբերտի կատարմամբ իր ուրույն նշանակություն ունի, քանի որ Ալբերտն էլ իր իմաստն է դնում երգի մեջ կատարման ընթացքում եւ կարծում եմ, որ տեսահոլովակն էլ բավականին այսպես հստակ ուղերձը փոխանցում է բոլորին եւ տեսահոլովակի վերջում մի շատ կարեւոր նախադասություն կա, որը գրվում է, որ երգը նվիրում է բոլոր այն խիզախ ու քաջ սրտերին, որոնք չեն դադարում երազել։ Ալբերտը կարծես թե հենց այս ուղերձով էլ գնում է Եվրատեսիլ բոլորին հիշեցնելու, թե ինչպես է պետք է երազել եւ եւս մեկ անգամ ասելու, որ մեր սրտերը պետք է քաջ լինեն, որպեսզի կարողանան ընդունել այն սերը, որը մեզ տալիս է աշխարհը եւ մարդիկ։ Մեր փորձերը եւ պարապմունքները դեռ շարունակվում են։ Մենք շատ քրտնաջան աշխատում ենք, որպեսզի լավ արդյունք ցույց տանք եւ ամեն օր իմ ելույթը ավելի է կատարելագործվում։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի կենթանի կատարման ժամանակ շատ լավ ներկայանա եւ բոլորը տեսնեք այս ամիսների ընթացքում կատարված աշխատանքի արդյունքը։ Ալբերտի PR արշավի շրջանակում բավականին հետաքրքիր անակնկալներ են դեռ սպասվում, վստահ եմ միասին կհետևենք ընթացքին, մենք էլ շատ ողջավորված ենք եւ գնում ենք երազանքի հետևից։ Առաջին ալիքով մանկական Եվրատեսիլ 2025-ի ցուցադրման գլխավոր հովանավոր Հայ-Էկոնոմբանկ։ Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։